Քիչ առաջ իշխանական падգամավորն էր Ճեպազից տարից եւ խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին, ասում մեզանից ժողովուրդն է պահանջել եւ այս ամեն ինչը անգամ ուշացած է, թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ից սկսած է խոսել դրա մասին, բայց միայն հիմա է իրավապահ համակարգ գործի անցել եւ ժողովրդից հասումն է սա, այսպես ասած, որ Ռոբերտ Քոչարյանին բանտարկեն կամ ունեզրկեն, ինչպես հայտարարել է Արժանապատվությունից։ Գիտեք, ես սրա մասին նույն այնօրն էլ ասացի։ Ես իսկապես հավատում եմ, որ ժողովրդի մի մաս այդ պահանջը կարա ունենա, ու նաև այդ պահանջը ունի բացատրություն, թե ինչից է նաև այդ պահանջը ձևավորվել։ Այդ պահանջի մեջ ինչքան մասնաօբյեկտիվ, ինչքան նա սուբյեկտիվ, ինչքան նա այն նեգատիվը, որ տարիներ շարունակ գեներացրել են, սա ինչքան մասնաօբյեկտիվորեն, ինչքան մասնաստի վրա։ Այսինքն այստեղ տարբեր պահանջներ կարա լինի։ Ու ասում եմ, մի հատ լուրջ մասը մեր ժողովրդի նաև պահանջ ունի մեզնից։ Դուք շատ լավ գիտեք լրագրողներդ ինչ պահանջ ունեն, որ մենք ինչ պետք է անենք իրանց հետ։ Տարբեր պահանջներ կարա ժողովրդի մոտ ձևավորվի, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց երկիրը, եթե ժողովուրդը հավաքվում է, որոշում է, որ ունենում է սահմանադրություն, ապրում է ընդհանուր ինչ որ օրենքներով, սա մենք չենք կարող ամեն անգամ, որտեղ պետք է այդ օրենքը ծռել ի օգուտ ինչ որ մի կողմի, ասել դե ժողովուրդը ամեն ինչ այսպես ոնց են ասում, ամենամեծ սրիկայությունները արվում են ժողովրդի անունից, չէ՞։ Ամեն տեղ, որտեղ դու պետք է օրենք խախտես, օրենք թեքես, ասես դե ժողովուրդն ասում, այդպես չի լինում։ Ժողովուրդ կա վերջի վերջո օրենք, կա սահմանադրություն, կա քրեական օրենսգիրք։ Եթե մենք այդ ամեն ինչը պետք է դնենք մի կողմ, այն սրիկայությունները, ապօրինությունները արվեն ժողովրդի անունից, սա արդեն երկիր չի։ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ գլխավոր դատախազը կգա ձեր հետևից։ Ես ընդհանուր ոչինչ չեմ բացառում, բայց ես շատ կուզենամ թող գան ու այստեղ գոնե այն ինչը հիմա քիչ առաջ է ասում, նախաքննական գաղտնիքի տակ կարողանում են պահել, այստեղ արդեն երբ որ գա չեն կարողանալու պահել։ Ես շատ ուրախ կլինեմ թող գան ու այդ հարցերը տանք ու բոլորի համար թող ակնհայտ լինի ինչքան փուչ ու դատարկ է այս ամեն ինչը։ Պարոն Քոչարյան, այսինքն դուք կտրականապես, այսպես ասած, հերքում եք, որ դուք ապօրինի ծագում ունեցող որևէ ներողություն հարցս ավարտեմ, գույք ունեք, որովհետև Արդարադատության նախարարն էլ հարցազրույցներից մեկում վերջերս տրված, ասում է դե որևէ անձ իհարկե չի ընդունելու, որ ինքը ապօրինի ծագում ունեցող գույք ունի, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից թվարկում էր, օրինակ ասում էր օրանժ ֆիթնեսը ժամանակին եղել է պետական գույք, դուք մասնավորեցրել եք, դարձել եք օրանժ ֆիթնես Ավանում գտնվող տարածքի աններողություն Play City-ին, դարձրել եք էլի մասնավոր, դրանցում են ձեզ մեղադրում, հիմա դուք ապօրինի ոչինչ չունեք։ Մենք ապօրինի ոչինչ չունենք, ես սրա մասին ասել եմ, բազմիցս եմ ասել ու այն մասով, որով որ մեր դեմ այսպես հայցեր են ներկայացրել, հետապնդումներ կա, ամեն ինչ դատարանում է գտնվում, ամեն ինչ կալանքի տակ է արդեն վաղուց։ Իմիջիալ շատ երկար ժամանակ չի եղել, եթե նորից կրկնեմ, եթե լիներ մտավախություն, լինել գերնպատակ, այսպես ունեցվածք պահելու, այդ ամեն ինչ կարող ենք ժամանակին օտարել, ասում եմ, հանգիստ թողնել գնալ, ամեն ինչ մեծ հաշվով, ամեն ինչ, ինչի մեջ մենք ունենք մասնակցություն, այդ ամեն ինչ այդ ապօրինի գույքով բանի տակ է, այսինքն մենք 2023 թվականից ինքը բիզնեսը աշխատում է, բայց ամեն ինչ կալանքի տակ է։ Այսինքն նույնիսկ դու այդտեղից չես կարողանում շահույթ ստանալ, էլի ինքը ուղղակի, հա։ Որոշ ընկերություններ։ Այո, ինչ որ գործունեություններ կապարակնքված է դրա մասին։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այդ թվում է Sirusho Production-ը, չէ՞։ Չէ, Sirusho Production-ը չէ։ Երեք կապարակնքված էր։ Կապարակնքված չի եղել։ Այստեղ ուրիշ հարց կա, որ այնտեղ մտել են այն գրասենյակը, որտեղ գլխավոր գրասենյակը որտեղ աշխատում է, բայց այստեղ իրանց խնդիրը տարածքի հետ էր։ Ոչ թե պրեդոմեշի մասով ման չկա, այսինքն խանութները աշխատում են։ Այնուհանդերձ ձեր որ նախագահ եղած օրինակ փաստը իշխանությունը նաև իրավապահները մենք տեսանք այդ հայտարարությունը կապում են ձեր ունեցվածքի այսպես ձեռքբերման հետ, հա։ Դուք հիմա այստեղ հերքում եք, որ օրինակ ձեր անունը նախկին նախագահի որդիներ եղած, այսպես ասած, լինելը, հա, կապ ունի այդ ունեցվածքի, այսինքն որևէ չգիտեմ, նվազ գնով, իրավապահները չեն կարող հայտնաբերել, իշխանությունը հենց դրա մասին է խոսում, որ հովանավորչություն է եղել, հիմա դուք դա տեսեք, ես դա դուք եղել եք, այսպես ասած, չգիտեմ, հաջողակ բիզնեսմեն, դուք եւ ձեր ես հասկանում եմ ձեր հարցը, ես դրան առիթ ունեցել եմ անդրադառնալու, օրենքի տեսանկյունից, այո, ես դա հերքում եմ։
այո, կարող է մեր զբաղեցրած դիրքը որոշակի առումով ավելի հետաքրքիր է դարձրել ինչ որ գործընկերներ ձեռք բերելու, ինչ որ մարդկանց հետ այսպես հարաբերություններ հաստատելու գործնական, բայց եթե մենք սա նայում ենք այն տեսանկյունից, որ դա եղել է ինչ-որ արտոնությունների տեսքով, ոչ դա այդպես չի եղել, գիտեք, այսօրվա, հիմա 2026 թվական ենք, մենք շատ ժամանակ այսօրվա այսպես մեր աշխարհայացքով ընկալմամբ փորձում են վերլուծել 2000-ականները, ինչ-որ դեպքերում 90-ականները, որն այդպես չի, իրականություն տարբեր է եղել այն ժամանակ, թե այդ նույն հողերից, որ խոսում եք, այսինքն հողեր կա, որ այն ժամանակ բացարձակ բիզնեսի տեսանկյունից ոչ մի գրավչություն չեն ունեցել, այսինքն եթե մի բանը պայմանական 2001 թվականին արժեցել է 10 դրամ, այսօր դա արժենում է 1000 դրամ, ու եթե այսօր ասում են, այ 1000 դրամանոց գույքը, բայց դա 1000 չի, դա այն ժամանակ 10 է եղել, պայմանական եմ վերում, ու այս նույն սկզբունքով նաև ինչն եմ, ես միշտ այս տարբերությունն եմ փորձում ցույց տալ, որ իրենք այս ամեն ինչ անում են ընտրողաբար, այսօր իշխանությանը շատ լավ գիտեք, մտերիմ մոտ կանգնած, չգիտեմ, օլիգարխ կասեք, բիզնեսմեններ կասեք, նախկին պաշտոնյաներ, գործող պաշտոնյաներ, որոնց հետ կապված նույն հարցերը չի առաջանում։ Նաև այսպես լրատվականների բանն է մշտապես, ես հասկանում եմ, նաև դա մեծ դիտումներ է ապահովում, այսպես գումարից խոսալ, սկանդալներից մնացածից, բայց ուշադրություն չի դարձվում շատ դեպքերում, որ նույն շատ ավելի ուրիշ նման երևույթներ կան, այն անձանց դեպքում, ովքեր իշխանությունը մոտ կանգնած են, մի հատ թթու բառ չեն ասում, բայց իրանց դեպքում ոչ մի հետևանքներ դա չի ունենում, ոչ մեկ ում եք տեսել, որ իշխանության այսպես ասած հովանու ներքո է։ Բայց իրենց մարզպետներից կան նման մարդիկ, իշխանության մեջ գտնվող, իրենց աջակցող, իրենց քարոզչությանը նախընտրական աջակցող գործարարներ, որոնց դեպքում իրանք չեն գնում հետ 20 տարի, 30 տարի, ասեն, այս օրինակ այս գույքը ձեռքես բերել այսքանով, ոնց է այդպես ստացվել, ինչի արդյունքում ա եղել, բազմաթիվ են նման դեպքեր, իսկապես բազմաթիվ են։ Նույն այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են։ Հիշում եք ինչ անուններ էին տալիս մինչև 2018 թիվը։ Մի հատ փորձեք նայեք, քանիսն են որ տեղավորվել են, քանիսն են այնպես որ այս ամեն ինչը նույնիսկ եթե ինչ որտեղ իրավական գործընթաց է, սա կիրառվում է ընտրողաբար, սելեկտիվ